Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը որևէ քրեական գործում նույնիսկ վկայի կարգավիճակ չուներ ու հանկարծ գրոհ սկսվեց նրա դեմ։ Լրագրողների հետ հանդիպման եկած միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը ամենասկզբից է վերլուծում ազգային բարերարի գործը։ Ասում է 45 տարվա իրավապաշտպանական գործունեության ընթացքում Ուգանդայից մինչև Բանգկոկ ինչ ծանր գործեր ասես, որ չեն անցել ձեռքի տակով, այսպիսի բան չի տեսել։ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերերի հետևից է ընկել։ Մեկը Ռուբեն Վարդանյանն է, մյուսը Սամվել Կարապետյանը։ Մարդիկ իրենք պետք է հարց տան։ Ինչու է Կարապետյանը Հայաստանում կալանավորված։ Բացարձակապես անմեղ մարդ, ում կալանավորել են այն ժամանակ, երբ եկել էր մասնակցելու հոր 40-ին։ Այսինքն քաղաքական ակցիայի ցույցի չէր մասնակցում, եւ ելնելով նրա խոսքերի համատեքստից միանգամայն պարզ է, որ մտքով անգամ չի անցել որևէ գրոհ կազմակերպել։ Ամստերդամը ազգային անվտանգության մեկուսարանում տեսակցել է Կարապետյանին, պնդում է վատագույն պայմաններում են պահում նրան, խտրականորեն թիրախավորում։ Պաշտպանական թիմով պատրաստվում ենք դիմել Եվրամիությանը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, միջազգային այլ կառույցներ բարձրաձայնելու Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդման մասին։ Հրապարակելու ենք նաև 60 էջանոց հայեցակարգային փաստաթուղթ։ Մեկ ամսվա ընթացքում ամբողջ աշխարհին տեղեկացնելու ենք, թե իրականում ինչ է կատարվում Եվրամիությանն անդամակցելու նպատակներ ունեցող Հայաստանում։ Տեղեկացնելու ենք, որ այստեղ խախտում են այդ միության մարդու իրավունքների կոնվենցիան։ Լրագրողները միջազգային իրավապաշտպանին հարցնում են, իսկ ենթադրյալ ինչ լիազորություններ է չարաշահել Կարապետյանը, ինչի հիմքով էլ նրա դեմ նոր փողերի լվացման մեղադրանք են առաջադրել։ Ամստերդամը հարցով է պատասխանում, իսկ ինչ լիազորություններ նա ուներ։ Տպավորություն ունեմ, թե այս մեղադրանքը Դիսնեյլենդում են կառուցել, այլ պատկերացումներ չեմ կարող ունենալ, արժանահավատություն չկա, իրենք էլ լավ գիտեն, պարզապես Կարապետյանը ձեռնարկատեր է, ավելացրել են նաև այդ մեղադրանքը, առանց որևէ էության, զավեշտալի ածականը բարձր ստանդարտ կլինի այստեղ նկարագրելու իրավիճակը, ընդամենը փորձում են նրա վարկանիշը փչացնել։ Հնարավոր է նոր մեղադրանքներ առաջադրվեն, Ամստերդամը չի բացառում, հավաքում է իրերն ու գնում հակակոռուպցիոն դատարան, մասնակցելու Կարապետյանի կալանքը երկարաձգելու դատական նիստին, հույս ունի այս անգամ ներս կթողնեն, նախորդ անգամ մուտքը խոչընդոտել էին։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։